Դա մեղադրանք է։ Կիրո Մանոյանի խոսքում ոչ այն է հարցը, ոչ այն է զարմանք։ Հույդաբյուրոյի Հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը Տեր-Պետրոսյանի խոհերի շուրջ չի խորում, արձանագրում է։ Նախ փորձում է հասկանալ, ինչ կա ՀԱԿ նախագահի տողերի տակ, երբ գրում է համահայկական հռչակագրում ընդգրկված է Հայդատի ներկայիս հասկացողության ամբողջ ռեպերտուարը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը, թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե։ Տեր-Պետրոսյանը մեղադրում է դաշնակցականներ խոհերի հեղինակին քննադատում։ Կոնգրեսի առաջնորդը դեմ է, որ համահայկական առաջին հռչակագրում բոլոր հայերի տեսակետը տեղ գտնի։ Դա որպես մեղադրանք չեն ընդունում, այսինքն բնականաբար, բայց այն, որ ինքը փորձում է դա որպես մեղադրանք ներկայացնել, արդեն մեր կողմից քննադատության ենթակա մոտեցում կլինի։ Հետո Կիրո Մանոյանն անցավ հակասություններին։ Տեր-Պետրոսյանի խոհերում դրանք մի քանիսն են։ ՀԱԿ նախագահը դեմ է պատմական արդարություն ձևակերպմանը։ Կիրո Մանոյանը բացում է այլ փաստաթուղթ։ Ինչ էր ստորագրել Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ին։ Անկախության մասին հռչակագրով ասվում է. գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայնայնության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում։ Այս հռչակագրի տակ կա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը։ Ինքը իր ստորագրած փաստաթղթին է հակասում։ Նույն հանգստությամբ դաշնակցական գործիչը ընդհանրացրեց մի քանի էջանոց հոդվածը։ Բնորոշումը կարճ է, բայց խիստ։ Չի կարողացել Լևոն Տեր-Պետրոսյանը թաքցնել իր մտածողության հիմքը անտիսացող համահայկականությունը։ Համոզմունքը հիմնավորելու համար Կիրո Մանոյանից մեծ ջանք չպահանջվեց, միայն մեկ բան՝ տեր-պետրոսյանական տողերի մեջբերում, տարբեր էջերում։ Վերջնակներ ներկայացնելով կամ անգյուն սեղմելով ոչ ոք չի կարող Թուրքիային բարդացնել ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սրատակ կարծում եմ Թուրքիայի նախագահը շատ ուրախությամբ ստորագրել։ Այլ փաստ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ չի պատկերացնում, թե ոնց կարող է հանձնաժողովը, թեկուզ եւ ներկայացուցչական արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը առանց հանրաքվեի։ Կիրո Մանոյանն էլ չի պատկերացնում, թե ինչպես Տեր-Պետրոսյանը խոսեց ժողովրդի անունից 90-ականների սկզբին։ Դա ինչ հիմամբ է ասում, հայտնի չի, որովհետեւ նույն անկախության մասին հռչակագրի օրինակ խոսում է Հայաստանի ժողովրդի անունից հանրաքվեից 13 ամիս առաջ։ Ավանդական մյուս կուսակցության մոտ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը նոր խոհերի առիթ չտվեցին։ ՍԴՀԿ ատենապետը հոդվածում նորություն է փնտրում, չի գտնում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես տարիներ առաջ, այսօր նույնպես կրկնում է իր համոզմունքը, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում։ Այս դրույթը մեզ համար անընկալելի եւ անընդունելի է։ Եվս մեկ հիշեցում դաշնակցությունից Լևոն Տեր-Պետրոսյանը չէր, որ նախագահության ժամանակ հետո քաղաքական դաշտ վերադառնալիս փորձում էր արդարանալ ու պնդել, որ ինքը Հայաստանն ու Սփյուռքը պառակտելու քաղաքականություն չի վարել։ Կիրո Մանոյանը հիմա էլ է պնդում, Տեր-Պետրոսյանն ապացուցեց, ոչինչ չի փոխվել, քաղաքականությունն ու գաղափարախոսությունը նույնն են ինչ տարիներ առաջ։ Շաքե Ղազարյան, Արեգ Գալստյան, ժամը լրատվական։